Բարելույս ձեզ, ժողովուրդ, այսօր առավոտյան մինչև աշխատանքի գալիս, ուրեմն մեկնաբանություն եմ կարդում, թե դու ինչքան կարաս տոր լինես։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում ձեզ, այդ ահասներ, ստախոս աննասուններ։ Ես ձերպես չեմ կարող տեսնել մի բան, լռել, ձև տալ, թե ամեն ինչ նորմալ է։ Մի կառույց, որ կոչվում է եկեղեցի, նա պետք է սուրբ լինի։ Նա պետք է լինի մաքրամաքուր։ Չեք կարում պահեք, ելեք կաշվեցյան եղեք։ Իսկ դուք որ գալիս եք ինձ նման մեկնաբանություններ եք գրում, ես ոնց հասկացա դուք ձեր տան մեջ եք այդպեսին։ Իսկ կարաք ամեն տեսակի անբարոյականություն անեք, բայց ձեզ դնեք իմ սրբերի տեղ։ Հետո էլ ցույց տաք, թե դա նորմալ է։ Դուք այդ տեսակն եք։ Ես ոչ։ Ես չեմ կարող հանդուրժեմ։ Այն փաստը, որ իմ եկեղեցին փխծվում է, իմ եկեղեցու բոլոր կանոնները խախտվում են, ու ընդհանրապես Աստծո խոսքի հետ արդեն ոչ մի առնչություն չունի Գարեգին բն, որ մի հատ էլ իմաստուն ներկայացնի, էլ չեմ խոսում այն մասին, որ աշխարհում մեկ ինչ աստիճանի խայտարակին կլինի։ Ինձ մոտ միշտ հարց էր ծագում, ինչի արցախյան բոլոր իրադարձությունների ժամանակ ձեր սիրելի Գարեգինը լռեց, ձեր պաշտելի Գարեգինը լռեց։ Հիմա հասկանում եմ, որովհետև աշխարհով մեկ իրան շան տեղ դնող չկա։ Աշխարհի առաջին պետականորեն քրիստոնեություն ընդունած կաթողիկոսին աշխարհում շան տեղ դնող չկա։ Երկրորդը Կիրիլին դուր չէր գա։ Հիմա հարց, իմ ոտերին նման կաթողիկոսը, ով որ պետքա ինչ-որ այլ պետության կաթողիկոսի ծառայի, իսկ իմ հայ ազգին անտեսի, իմ եկեղեցին անտեսի։ Կամ մի մեկը բռներ աուդիտ աներ, էլի տեսներ այդ եկեղեցում ինչ է մնացել ընդհանրապես։ Հայության սեփականությունը, այն որ ինքը ասես իբր պահում պաշտպանում է։ Մի հատ աուդիտ անի, հասկանայինք։ Ինչ է մնացել եկեղեցում մեր գանձերից։ Կամ ընդհանրապես աշխարհով մեկ ինչ տարածքներ, ինչ եկեղեցիներ, ինչ որ ունեցել ենք։ Մի հատ աուդիտ անեն գնան ինչ է մնացել։ Էլ չեմ խոսում իր բիզնեսների մասին։ Այդքան չեմ խորանում։ Բիզնեսը արել, թողաներ ժողովրդին օգնություն հասցներ, թողաներ այն նույն արցախցիներին, որ տեղահանեցին մի բանով օգներ։ Չէ, հույս դրել էր Սամոյի վրա, որ հիմա էլ Սամո բերեն կողքներից։ Չի լինելու։ Ոչինչ ձեր մոտ չի ստացվելու։ Այո, ես հաղորդում եմ ներկայացրել Գարեգին բեի դեմ, ու ես ակնկալում եմ շատ արագ գործողություններ։ Իսկ ով դրանից տրախում պայթում ճակրտում է, դա ձեր խնդիրն է, դեղարեք խմեք վալերիանկա, 7-ն էլ առեք ձեր վերքերին քսեք։ Սա լինելու է շարունակական, մինչև հասնենք մեր նպատակին, այնպես որ հանգիստ վերընկեք տեղներդ, կռիսներ, առնետներ, ձեր կարծիքը մերիտոմանը հաշվի չի առնելու։ Իսկ բոլոր այն քահանաները, այն տերտերները, այն տերհայրերը, որոնք իրոք ծառայել են մեր Աստծուն, Աստծո խոսքն են սփռում, Աստծո խոսքով են լցված, սիրով են լցված, թե ժողովրդի, թե երկրի, թե ընդհանրապես աշխարհի նկատմամբ կոչ եմ անում չլռել։ Ժամանակն է եկել, ձեր տունը մաքրեք ու Հիսուսի անունը, Տեր Աստծո, մեր Աստծո անունը վառ պահեք այդ եկեղեցիներում, որպեսզի հայ մարդը, հայ ժողովուրդը այդ եկեղեցի մտնելուց հանգստություն ստանա, սեր ստանա, վստահություն եւ հավատ ստանա։ Այլ ոչ թե տեսնի ես անբարոյական զավառներին, որոնք իրենց դրել են ամեն ինչի տեղ, որոնք անում են ամեն ինչ, բացի Աստծո պատվիրանները։ Այսքանը։ Իսկ իմ նյութը լավ կլիներ, որ տարածեիք ժողովուրդ ջան։ Նախորդ նյութս հաղորդում ես։ Տարածեք, որովհետև մեզ ֆեյք կաթողիկոսներ պետք չեն։ Հերիքի արդեն ձևականության հետևից ընկնեք։ Հերիքի ձեզ դնեք շլանգի տեղ, թե ամեն ինչ նորմալ է։ Ոչ մի նորմալ բան չկա եկեղեցում։ Ոչ մի նորմալ բան։ Ընդհանրապես դուք տեղյակ եք Գարեգին բն ինչպես է վարվում նորմալ հայրերի հետ։ Ինչեր անում իրանց հետ։ Դուք դա նորմալ եք համարում, եթե դուք դա նորմալ եք համարում, ուրեմն ոչ դուք մարդ եք, ոչ էլ հայ եք։ Սա իմ կարծիքն է։ Ու ես իմ կարծիքից չեմ հրաժարվելու։ Ես ամեն ինչ եմ անելու, որպեսզի արդարությունը հենց առաջին հերթին լինի մեր եկեղեցում։ Առաջին հերթին։ Ընդհանրապես հարց տվեք Գարեգին բեից առաջ։ Մենք ունեցել ենք կաթողիկոս։ Ինչ եղավ այդ կաթողիկոսի հետ։ Ընդհանրապես ես կուզենայի, որ դատախազությունը մի հատ ես գումացիա աներ, էլի մի հատ հետազոտեին, տեսնեին այդ մարդը ինչից մահացավ։ Ինքան բաներ կա, որ չգիտեք ժողովուրդ ջան, ու ասել հնարավոր չի։ Ասել հնարավոր չի, որտեվ ամեն մի մեր բարձրաձայնած այդ կատարվելիքը խայտարակում է հենց առաջին Հայաստանի Հանրապետությանը։ Ոստի ես կուզենայի, որ Գարեգին բն Սուսուփուս Աշոտյանը լիներ։ Կուզենայի, բայց եթե չգնա, ոչինչ, օրենքի տառին համապատասխան կենթարկվի, ռսերեն ասեմ, կքմի լինքի։ Այսքանը։